Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ժամկետն առաջարկվում է դարձնել 1,5 տարի։ Օրինագիծն ազգային ժողովում ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ընդգծեց փոփոխությունը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Իսկ հնարավոր է իրանց մասով մի քիչ այդ արձակուրդները, որ տրվում է, այստեղ որևէ խրախուսական նորմ դնենք։ Մենք համատեղ ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար եւ 30 օր սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։ Այսինքն ըստ էության մենք այդ փոփոխությունը, այդ բարելավումը արդեն իսկ իրականացրել ենք։ Ժամկետի 1/4 կրճատումը նոր փոփոխություններ է ենթադրում, արդյոք գտել եք ռազմավարական խնդիրները լուծելու եղանակը, հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանը։ Այո, գտել ենք, խոսքը վերաբերում է նրան, որ ժամկետային զինծառայությունը, որը կարծում եմ մեզ մոտ պիտի մշտապես պահպանվի, բայց պիտի հանդիսանա աղբյուր պրոֆեսիոնալ բանակի սնուցման համար։ Դրա վառ օրինակը, նորից եմ կրկնում, պաշտպան հայրենիաց ծրագիրն է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ եւ ժամկետային զինծառայողների զգալի հատվածը, ես լիահույս եմ, որ ինչ-որ փուլում դա կդառնա զինծառայողների կեսը, որոշում կընդունեն դառնալ զինվորական սկզբից գոնե 5 տարով, հետագայում իհարկե կյանքը ցույց կտա։ Բանակում անհավասար պայմաններ է ստեղծում ատեստացիոն համակարգը, կարծում է Սեյրան Օհանյանը, առաջարկում բազային աշխատավարձի բարձրացում բոլոր կատեգորիաների համար։ Ներկայիս չագերտներով եմ ասում, առանց վիրավորելու, ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում զինված ուժերի միջև, նորից եմ ասում, հրամանատարը ստանում է, թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում, որոնք որ գտնում են սահմանում։ Նորից ասում եմ, խնդրի լուծումը համալրման գործընթացը իրականացնելը իմ առաջարկն է, կուզեք ընդունեք, կուզեք չեք, բազային աշխատավարձի ավելացումն է։ Եթե կա ապահովված մրցակցային իրավիճակ, երբ մարդիկ կարող են հավասարապես օգտվել հնարավորությունից, կարծում եմ դա ավելի շատ հավասարության մասին է, քան անհավասարության մասին։ Եվ այսօր ասել, որ պետք է բոլորինը համատարած բարձրացնենք աշխատավարձերը ու բանակում չունենանք մոտիվացիոն համակարգ, ես դրան դեմ եմ, եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի։ Շատ են հանրության շրջանում խոսակցությունները, թե սա նախընտրական քայլ է։ Բարեփոխումների մի ամբողջ գործընթաց է նախորդել այս քայլին, հակադարձեցին կառավարող ուժի ներկայացուցիչները։ Մեր այսօրվա քննարկվող օրինագիծը այն մասին է, որ խաղաղությունը եկել է եւ խաղաղությունը այսօր է, եւ դա իր արտացոլումն է գտնում, այդ թվում նաեւ մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա։ Կուսակցական ծրագրերը մեկ այլ բան է, որովհետև ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախ ենք կորցրել, բայց զինված ուժերի զարգացումը ապահովելը, կազմահաստիկային փոփոխությունները, կառուցվածքային փոփոխությունները եւ համալրումը այլ բան է պատրաստության հետ կապված։ Պարոն Օհանյան, Ղարաբաղի ճակատագրից երբ որ խոսում եք, մարդիկ շատ լավ հիշում են, որ ձեր քաղաքական թիմի գործողությունների արդյունքում նաեւ ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Ղարաբաղը լուծարվեց։ Դրա համար մեծ խելք պետք չի եւ բարդ ինչ որ հիշողություն պետք չի, նոր այդ ամենը տեղի ունեցել եւ ձեր նախարար եղած տարիներն հիշում ենք ժեշտի բանկաները սահմաններին կախված։ Պարոն Օհանյան, մենք Արցախը կորցրել ենք շատ վաղուց եւ մինչեւ 94 թվականը մեր բանակը ուներ որոշակի գաղափարական, քաղաքական եւ ռազմավարական առանձնահատկություններ։ Դրանից հետո մենք անշեղորեն ապրել ենք անկուպ, ընդհանուր միջև կոռուպցիոն դրսևորումներ եւ բանակը 16 թվականին արդեն առաջին փորձից հետո հետախուզակ ռազմական գործողության արդյունքում պարզ դարձավ, որ հակառակորդը ըստ էության ցույց տվեց, որ ունի առավելություններ։ Մենք այդ առավելությունները իրենց չենք ցանկացել
տեսնենք, որտեղ քաղաքական առումով մենք ասել ենք ստատուս քվոն հավերժել։ Անդրանիկ Քոչարյանը մատնանշեց քննիչ հանձնաժողովը, որն ըստ նրա այս խնդիրները վերհանելու լավ հարթակ է։ Իսկ այսօրվա բանակի հնարավորությունների մասին խոսեց նաև падգամավորը, որի որդին այսօր ծառայության մեջ է։ Իմ ծրագրավորող տղան այնքան է ողջավորվել Պաշտպան հայրենաց ծրագրով, որ հիմա պայմանագիր է կնքել եւ 5 տարի ծառայելու է մեր բանակում, ես հպարտանում եմ դրանով ու ինձ ողջորված ասում է, գիտես ինչ լավ պայմաններ են։ Ես սպասում էի, որ ազգային ժողովը կծափահարի, բայց չծափահարեց։ Իրականում սա նաև նրա մասին է, որ ոչ միայն համակարգը հավասար է, բոլորի համար է, այլև այն շատ գրավիչ է։ Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման, նաև առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ նախագծերն ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ։ 62 կողմ 27 դեմ 3 ձեռնպատ ձայներով ընդունվեց նաև 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Իսկ մինչև այդ քննարկվեցին այլ նախագծեր ևս։ Դրանց թվում էր կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հեղինակած օրենքը նպատակ ունի կարգավորել տնային կենդանիների հետ կապված խնդիրները։ Արման Ղազարյանը հայտարարեց, թե անասնաբույժների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել։ Փաստացի այս նախագծով քաղաքացուն դու դիտարկում եք որպես տուգանքի մատերիալ 200,000 դրամ գումար եք սահմանել տուգանք այն քաղաքացիների համար, ովքեր չունենալով բժշկական մասնագիտություն, պետք է իրանց կենդանիներին փրկեն սպանդից։ Ասում է, որ օրենքը թաքնված խութեր ունի, որը հանգեցնելու է կենդանիների սպանդի, այս օրենքը ճիշտ դրա հակառակն է։ Եթե մենք սպանդի կողմնակից լինեինք, մի ամբողջ մայր օրենք եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթ չենք մշակի, թիմերում պարզապես թիմերի մասին օրենքում կավելացենք քանակի կարգավորման նպատակով թույլատրվում է քնեցում կամ քնեցրեք կենդանիներին ձեր համայնքի եւ կավարտվեր։ Այն կենդանիները, որոնք չէին քնեցվելու այս նախագծի ընդունումից առաջ, չեն քնեցվելու նաև դրանից հետո, ճիշտ ենք հասկանում։ Այո, եւ նույնիսկ ավելին, մենք քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում փոփոխություն ենք առաջարկել, որպեսզի գործողի մեջ ասվում է այնպիսի նյութ ներարկելու միջոցով, հա, որպես կյանքի ընդհատման դաժան վերաբերմունք։ Մենք դա փոխել ենք, նույնիսկ լավարկել ենք արտադրության նախարարության առաջարկով, որ լինի օրենքով չնախատեսված դեպքում եւ նյութ ներարկելու միջոցով։ Քննարկվեցին նաև կենդանիների հարձակման հետևանքով պատասխանատվության եղանակները, համայնքային իշխանությունների պարտավորությունների շրջանակը, նաև կենդանիների կացարանների թվի ավելացման անհրաժեշտության հարցերը։ Այս եւ օրակարգի բոլոր օրինագծերն ընդունվեցին։ Ազգային ժողովը սպառեց օրակարգը։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։